Դինոզավրերի բրածոներից մինչև տիեզերքի գաղտնիքներ։ Բնությունն ու նորագույն տեխնոլոգիաները միավորվել են մեկ հարկի տակ Շենժեն քաղաքում։ Հարավային Չինաստանի ամենամեծ բնագիտական թանգարանն է։ Նոր է բացվել ու արդեն հազարավոր մարդկանց է տպավորել իր անսովոր ցուցանմուշներով։ Թանգարանում 8 սրահ կա՝ տիեզերք, երկիր, էվոլյուցիա, դինոզավրեր։ Ավելի քան 100,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող թանգարանում ոչ միայն տեսնում ես մարդկության էվոլյուցիայի ամբողջ ընթացքը, լսում ցնցող պատմություններ, այլև դառնում ես այս պատմության հերոսներից մեկը, հաղթելով ժամանակի ու տարածության բոլոր սահմանները։ Ամենացնցող սրահը դինոզավրերինն է։ Հենց մտնում ես, առաստաղին հսկայական էկրան ես տեսնում, բազմաթիվ բրածոներով եւ մասունքներով։ Երկիր մոլորակի 4 միլիարդ 600 միլիոն տարվա պատմությունը ներկայացնելու համար այստեղ օգտագործվել է ավելի քան 190 ինտերակտիվ էկրան։ Սա նոր գիտելիքներ ձեռք բերելու չափազանց հագեցած, տպավորիչ ձև է։ 21-րդ դարի տեխնոլոգիաները կենդանացնում են շատ հեռավոր անցյալը, ապշած են այցելուները։ Ավանդական ցուցանմուշներն իրենք են պատմում իրենց անցած ճանապարհի մասին, թվային գերժամանակակից լուծումների շնորհիվ։ Ամենատպավորիչն արհեստական բանականության եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառումն է։ Այն օգնում է այցելուներին ոչ միայն դիտել, այլև շփվել տարբեր ցուցանմուշների հետ, դրանց մի մասնիկ դառնալ։ Դանիական, կանադական, չինական ճարտարապետական հայտնի ընկերություններն են նախագծել թանգարանը։ Ավելի քան $500 միլիարդ ծախսել։ Թանգարանը դրսից էլ է նույնքան տպավորիչ։ Հեղինակները ոգեշնչվել են գետի դելտայից։ Դա գետաբերանի եռանկյունաձևն է, որ նման է հունական այբուբենի դելտա տառին։ Թանգարանի տոմսի արժեքը 80 յուան է, 4300 դրամ։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։